Արուս, այն դատը ինչ եղավ։ Կարծում եմ, որ էլի ինչ որ մարդկանց արժե դատի տալ եւ պատժել։ Վերջերս շատ այդպես բուրըն քննարկումներ կային այլ բնակելի համալիրների շուրջ, որ օրինակ մարդկանց բնակարանները չեն հանձնում։ Ոնց ես դուք ես ապահովագրում ինչ որ մի բան գովազդելիս։ Չեմ կարող 100%-անոց երաշխիք տալ որևէ ընկերության համար։ Մեկ ռիլը ինձ մոտ 550,000 դրամ արժե։ Ասում են, որ դե Արուսը ինչ լրագրող իր արածը ոչ թե լրագրություն է, այլ հումորային սքեթչ էր։ Ցանկացած լրագրող ունի իր ոճը ընտրելու իրավունք։ Ինձ համար էլ շատ լրագրողների ոճ կարող է ընդունելի կամ իմ ճաշակով չլինել։ Այդ համացանցի ազդեցությունն է, որ երբեմն դու ես ուզում, օրինակ Dyson unboxing անել։ Իմ ամուսինն է ինձ թանկարժեք տենց բաներ նվիրում։ Երեխան միայն մամայի կարիք չունի, նաև ունի պապայի կարիք, անկախ նրանից ինչքան լուրջ ձյաձ է։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը եւ այսօրվա իմ հյուրն է լրագրող Արուս Տիգրանյանը։ Ոնց ես Արուս։ Լավ Աննա ջան, դուք ոնց եք։ Լավ, մերսի։ Այսօր խոսել ենք քո կյանքի շրջադարձային կետերի ու կարևոր թեմաների մասին, բայց մինչ հիմնական զրույցին անցնելն առաջարկում եմ քո մասին ավելի քիչ հայտնի տեղեկություններ գաղտնազերծենք քո իսկ մտերիմների միջոցով։ Ում ես ավելի հաճախ զանգում։ Երևի ընկերներիս ամուսնուս, բայց ինքը հիմա աշխատանքի մեջ է, կարող ենք զանգել իմ ընկերներին։ Զանգենք։ Եկեք զանգենք Եվային։ Եվ Hello։ Կյանք եթերում եմ, բարձրախոս եմ դնում։ Okay. Եվա ջան, քեզ լսում է Աննան, ես ոդքասթի հյուր եմ, Աննան սենց սիրուն աղջիկ է, բաց մազերով։ Կանաչ աչքերով։ Կանաչ աչքերով։ Okay. Բարև ձեզ Եվա ջան։ Բարև ձեզ Աննա ջան։ Լավ եք։ Շփվենք, չէ՞։ Լավ մերսի դուք։ Սամանդա։ Շատ լավ։ Եվա ջան, մեզ տեղեկություններ են պետք Արուսի մասին, այսպես քիչ հայտնի, սկանդալային, հետաքրքիր։ Ինչ գիտեք։ Որ քչերը գիտեն։ Մեկ իմանանք էլ ինչքանով լավ Հա, ենք։ ամեն ինչ գիտեմ ես։ Հա, այն ամենավտանգավորից կարող եք սկսել։ Արուսը լսում է հիմա։ Իհարկե։ Եվ եթերում ենք, եթե ինչ ու ես է քո մասին հիշի, որ ամեն ինչ գիտեմ։ Վայ, ժողովուրդ չեմ կարող ասեմ, բայց ամեն ինչ գիտեմ, ինչ ձեր մտքով անցնում է գիտեմ։ Չի անցնում է, ոչ մի բան։ Հիմա ոչ մի չի անցնում մեր մտքով։ Արուսը ինձ օգնել է հետ տալ։ Բոլոր ընկերներին օգնում է հետ տալ Արուսը։ Չէ, բոլորը։ Մենակ Եվային։ Մենակ Եվային։ Ինչի՞ է, ինչ խտրականություն է։ Սիրում եմ, որ Եվան հետ է տալիս։ Ինչ Եվ։ Ես կարիքն ունեի այդ պահին, ինձ օգնել, չգիտեմ։ Եվ պատմեմ, հա այդ մանրամասները խեմ օգնել, որ հետ տաս։ Ես վատ էի, խմած Այո, էի։ ես փրկել եմ Մատ նրան։ տվեցիք, որ հետ տա։ Այո։ Այո։ Բայց շատ sense հակահիգենիկ պատմություն չէր եւ կարեր չորնակ իմ լավ կողմերից ինչ որ բաներ ասեիր, թե ինչքան Բայց այդ շատ լավ կողմ է։ Այդ մի անգամ է եղել, իսկ տենց եթե հաճախ կարիք թե ունեք հաճախ է լինում։ ծառայությունները մատուցում հետ տալու Մի աջակցություն։ անգամ արել է էլի կանի։ Տես, արդեն պայմաններ է դնում։ Այո։ Իրականում Եվան գիտակցությունը կորցրել էր, եթե ինչ, եւ ստիպված եմ արել։ Նենց չի երազում։ Դա սիրուց ելնելով։ Այո, սիրուց ելնելով, այո։ Իսկ ինչպես էր այդ փորձառությունը, ինչպիսին էր։ Անկեղծ, քանի որ Եվան ինձ հետ եղել է իմ ծննդաբերության օրերին հիվանդանոցում, ոնց որ մենք արդեն too much մտերիմ ենք եւ իմ համար ոչ մի ինչ որ Բրավո, Արուս, անգամ ես ինքս ինձ չեմ կարող այդ օգնությունը ցույց տալ։ Չէ, ես Եվային իմ հարազատ ընտանիքի անդամ է որպես ինձ համար Եվան, դրա համար շատ առօրյա սովորական գործողություններ իմ համար։ Ոնց որ բալիկիս, չգիտեմ, լողացնում եմ եւ ուրիշ ինչ որ ոչ այնքան
եթերային գործողություններ եմ անում որպես մայր, լրիվ նույն իրավիճակը Եվայի հետ է։ Եվա, քո բախտը մի այլ տիպի է բերել, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Դիմեք ինձ էժանով մամայերի ընկալում եմ։ Երկրորդ մայր։ Այո։ Դպրոցից հետո։ Ապրես կյանքը։ Շնորհակալ ենք Եվա։ Կարես չասեմ, բայց մերսի։ Հետո կխոսենք, հա։ Լավ։ Լավ։ Բայց ամեն ինչ սպասում էի, բացի ըստ տեղեկությունների։ Ես էլ ճիշտն ասած, նույնիսկ չէի հիշում, որ տենց բան ա եղել, չգիտեմ ինչի ուզած, որ ազգը իմանա։ Հիմա ձեզ այդ ինչ տվեց Աննա ջան։ Ինձ ոչ մի բան։ Արուս, քո հայտնիությունը ուղեկցվեց մի շարք քննադատական թեմաներով եւ պիկը կանանց գաղութի մասին ռեպորտաժներ։ Էլի կանեիր այդ ռեպորտաժը նույն ձև։ Ճիշտն ասած, իմ հայտնիությունը նաև դրական ալիքներով ա ուղեկցվել եւ զուգահեռ քննադատություններ կային, էլի։ Քիչ չեմ համաձայնի, որ պիկը այդ էր, շատ բաներ ա եղել իրականում։ Այդ շրջանում այդ չէ, այդ քննադատական պիկը։ Մի քանի տարի առաջ եւի մի 7-8 տարի առաջվա բան եք ասում։ Չգիտեմ, ինձ թվում է հա, որովհետեւ ոչ մի էթիկայի նորմ չի խախտվել ռեպորտաժի ընթացքում եւ այդ ալիքը ավելի շատ ալիքի համար էր, քան բուն բովանդակության, էլի իրականում բովանդակությունը այդքան էլ չի համապատասխանել քննադատություններին, դրա համար որպես լրագրող իհարկե ես կողմ եմ ցանկացած լուսաբանման։ Այլ լրագրողների կողմից զգացել ես չընդունող վերաբերմունք քո նկատմամբ։ Այո, հիշում եմ, որ ինչ որ բաներ եղան, որ ինձ շատ ծանոթ մարդիկ ու ոչ միայն այդ շրջանում, դրանից հետո էլ բավականին շատ տեսել եմ ինչ որ ստատուսներ կամ ինձ ուղարկել են ինչ որ բաներ։ Ինձ թվում է այդ քննադատությունները հիմնականում լինում են այն իրավիճակում, երբ դու սովորում ես ժուրնալիստիկայի ֆակուլտետում, բոլոր դասախոսները քեզ ասում են, որ սա աշխարհի ամենալավ մասնագիտությունն է, դու պատկերացնում ես ինչ կարևոր գործ է, բայց դու չես դառնում լրագրող եւ չես կարողանում կատարել այն առաքելությունը, որ քեզ տվել է այդ ֆակուլտետը, մեկ էլ տեսնում ես ինչ որ մեկը վայ դարձավ շատ հայտնի լրագրող եւ հանրային հեռուստաընկերությամբ ամեն շաբաթ ունի ռեպորտաժ։ Իմ կարծիքով դա թեթև նախանձ է։ Բայց հանուն արդարության ասեմ, որ ես նաև նկատել եմ, հիշում եմ էլի այդ շրջանում հենց գործող լրագրողների կողմից քննադատական մտքեր կամ կոպիտ ասած ստատուսներ, հա, քո հանդեպ։ Ուզում եմ հասկանալ դու դա զգացել ես հենց գործող լրագրողների կողմից։ Այո, հիշում եմ, որ ինչ որ մամուլի ասուլիս էին նույնիսկ հրավիրել, բայց էլի շատ կապ չուներ այդքան իմ արած բովանդակության հետ, քանի որ արդարացիորեն պետք է նշենք, որ այդ շրջանում շատ լրագրողներ հայտեր էին ներկայացնում այնտեղ ռեպորտաժ անելու համար եւ մերժվում էին այդ հայտերը եւ ես հայտնվել էի այնտեղ շատ հեշտությամբ, որը ճիշտ ասած իմ մասով չէր այդ պատասխանատվությունը, ես չէի դիմում, հանրային հեռուստաընկերությունն էր դիմում եւ եթե հիշեք այդ թվերին հանրային հեռուստաընկերությունը ուներ այդ առավելությունը հատկապես ընդդիմադիր լրատվականների նկատմամբ, որ շատ հեշտությամբ կարող էր հանրայինի լրագրողը ցանկացած տեղում հայտնվել, բայց մի տեսակ ես այդ ամենի հետ կապ չունեի եւ այդ ժուրնալիստների բողոքը հիմնականում այն էր, որ իրենք փորձել են տարբեր անգամներ դիմել եւ չեն կարողացել մուտք ունենալու այնտեղ նկարահանումներ իրականացնել, ինչը շատ արդարացի բողոք է իմ կարծիքով, քանի որ ժողովրդավարական երկրներում պետք է հավասար իրավունքներ ունենան բոլոր լրատվամիջոցները։ Իսկ եթե այդ թեմայից այսպես գանք արդեն ներկա ժամանակներ, որպես լրագրող այսօր քո գործընկեր, գոլեգա լրագրողների կողմից այդ չընդունելու վերաբերմունքը կա, թե այդ մենակ այդ շրջանում ա եղել ու վերջ։ Չեմ զգացել շատ, ավելի ինչ որ մրցակցային բան եմ զգացել, որ ամեն դեպքում շատ ավելի մեծ տարածում ա ունենում իմ կոնտենտը, քան այլ շատ լրագրողների եւ երևի մենակ այդ մասով ինչ որ sense մրցակցային բան, չգիտեմ, ազգային ժողովում ենթադրենք ռեպորտաժներ անելուց զգացել եմ, որ իրանք այդքան չեն հավանում։ Ավելի շատ ասում են, որ դե Արուսը ինչ լրագրող իր արածը ոչ թե լրագրությունն է, այլ հումորային սքեթչ էր։ Դե իրենց կարծիքն է, ես այդպես չեմ կարծում, բայց իրենց կարծիքն է, իմ կարծիքով
ցանկացած լրագրող ունի իր ոճը ընտրելու իրավունք, այո, իմ ոճը նաև հումորային տարեր է ներառում, բայց իմ կարծիքով կարևոր առաքելությունը լրագրողի թեմաները բարձրաձայնելն է եւ լուսաբանելը, թե ինչ ոճով ես դու դա անում, այդ հարցի մյուս կողմն է։ Ինձ համար էլ շատ լրագրողների ոճ կարող է ընդունելի կամ իմ ճաշակով չլինել, բայց իմ կարծիքով պետք չի ասել, որ ես ժուրնալիստիկա է, չէ, որովհետև ես անվճար սովորել եմ իդեպ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում եւ բավականին լավ տիրապետում եմ բոլոր այն հմտություններին, որոնք պետքա լրագրողը ունենա։ Արուս, այն դատը ինչ եղավ, քո անունը միշտ կապում են դատական process-ների հետ։ Այո, ես հիմա դատի եմ տվել մի աղջկա, ով զրպարտել եւ վիրավորել էր ինձ եւ հիմա ընթացքի մեջ է դատը եւ ուզում եմ դա դարձնել առօրյա կենսակերպ շատերի համար, որովհետև շատ հանրային մարդիկ այսօր ենթարկվում են անարդարացի վիրավորանքների եւ զրպարտությունների եւ շատերը տեղյակ չեն, որ դա օրենքով քաղաքացիական զգրքով պատժելի արարք է եւ դատի տվել եմ հիմնականում այդ նախադեպը ստեղծելու համար, կարծում եմ, որ էլի ինչ որ մարդկանց արժե դատի տալ եւ պատժել։ Եթե այդ կոնկրետ այդ աղջկա հայտարարությունները մի կողմ դնենք եւ հենց թեման քննարկենք, հա, մի աղջկա ում դու փողոցում նկարել էիր, ինչ որ հուզական վիճակում էր տարիներ անց հայտնվել եւ ինչ որ վիդեո էր նկարել, որովհետեւ շատերը իրեն ուղարկում էին հենց այդ կոնտենտը, ինձ հետաքրքիր է այս առումով ոնց ես դու այդ սոցիալական պատասխանատվությանը, հա, վերաբերում, որ կարող է քո ռեպորտաժի արդյունքում ինչ որ մեկը նմանատիպ օրինակ հուզական վիճակում հայտնվի եւ ենթադրենք հանրային ինչ որ հոլովակ տեղադրի համացանցում։ Բանն այն է, որ հենց կոնկրետ այս օրինակով եթե վերցնենք, Լիլիթը, այդ աղջկանը Լիլիթը, այնպես էր ստացվել, որ իմ ընկերուհի Եվան, որն զրուցեցինք, իր գոլեգան էր, նրանք միասին աշխատել են եւ ես այդտեղից իրեն գիտեմ, դրա համար ոնց որ այս պատմությունը շատ ավելի հեշտ լուսաբանվող է դարձել, եւ ես Լիլիթի հետ զրուցել եմ այդ վիդեոն տեսնելուց հետո, իրեն գրել եմ, որ չի ուզի, որ նման բան լիներ, որ այդ ռեպորտաժից հետո դու այդքան հեյթի թիրախ դառնայր եւ Լիլիթը անձամբ ինձ ասել է մի քանի անգամ, որ իր այդ հուզական իրավիճակը ոչ թե եկել է իմ ռեպորտաժից, քանի որ ռեպորտաժի նկարահանման օրը ես իրենց տեսա ու մենք տենց ծանոթ ենք էլի Եվայի շնորհիվ եւ ասացի, որ եկեք նկարենք, բան ինքն էլ շատ ուրախ էր ու ոչ մի բացասական քող չի ունեցել մեր զրույցը, եթե դուք այդ ռեպորտաժը տեսել եք, այնտեղ ուղղակի մենք խոսում ենք այն մասին, որ իրենք ուշամին դուրս են, խմած են եւ այլն, ոչ մի ինչ որ սոցիալական պատասխանատվության թեմա այդտեղ չկա։ Ավելի շատ որ մարդիկ շատ անընդհատ իրեն ուղարկում էին այդ վիճակը։ Ոչ թե ուղարկում էին, այլ շատ վատ վիրավորական մեկնաբանություններ են գրել այն մասով, որ ինչ գործ ունի աղջիկը դրսում այս ժամին խմած։ Եվ իմ կարծիքով նախ ասեմ, որ ցանկացած մարդ Հայաստանում իրավունք ունի ցանկացած ժամի, որտեղ որ ուզի այնտեղ էլ գտնվի եւ ալկոհոլի օգտագործումը ոչ մի քրեական սահմանափակումներ չունի։ Այստեղ զուտ ավելի շատ այդ սա մեր հոգեբանական ազգի, այո, վերաբերմունքի խնդիրն է, որտեղ այդքան իմ պատասխանատվությունը կարծում չկա, քանի որ որևէ մանիպուլյացիա կամ անարդար մոնտաժ կամ նման բան ռեպորտաժը չի ունեցել, մարդիկ ուղղակի իր հասցեին վիրավորական բաներ են գրել, իսկ նկարահանվելու պատասխանատվությունը Լիլիթինն է, որովհետև առանց որևէ մեկի համաձայնության ես երբեք ոչ մեկից հարցազրույց չեմ վերցնում։ Ինչ վերաբերում է իմ սոցիալական պատասխանատվությանը, ես կարծում եմ, որ մի քիչ շատ այդ պատասխանատվությունը ինձ վրա դրվում, եթե համատեքստում ենք նայում, քանի որ լրագրողը միջնորդն է, մեդիան է եւ բովանդակության համար պատասխանատու այն մարդը, ով այդ բովանդակությունը արտաբերել է։ Արուս, վերջին տարիների քո կյանքի շրջադարձային ամենակարևոր կետը ո՞րն ես համարում իրադարձությունը։ Երևի բալիկից ծնվելը շատ շրջադարձային էր, մի այլ տիպի շրջադարձային էր։ Նաև
էլի բաներ կան, բայց ոնց որ բալիկի ծնվելուց հետո ասելը ոնց որ նույն հարթության վրա դնել կլինի, բայց դժվարանում եմ հավասար մի բան գտնել։ Բալիկի մասին դեռ կխոսենք, մամա երեխա հարաբերությունների։ Հիմա ուզում եմ դեռ մի քիչ աշխատանքային թեմաներից խոսենք։ Քո YouTube-յան էջում ունես ծախված լրագրող խորագրով էջ, որը բնականաբար հասկանալի է, որ գովազդային տարբեր համագործակցություններ ես այդտեղ ներկայացնում, եւ նաեւ շատ կան այդտեղ մի քանիսը ամեն դեպքում տեսել եմ բնակելի համալիրների վերաբերյալ գովազդներ են։ Ինձ հետաքրքիր է այս առումով, քանի որ վերջերս շատ այդպես բուրըն քննարկումներ կային այլ բնակելի համալիրների շուրջ, որ օրինակ մարդկանց բնակարանները չեն հանձնում, ինչպես նաև բլոգեր Թութու Լավան վերջերս ինչ որ մի խանութ էր գովազդել, որի արդյունքում հետո ինչ որ ալիք բարձրացավ, որ այդ նույն խանութը մարդկանց ապրանքները չի առաքում, այսինքն մեծ հաշվով ուզում եմ հասկանալ բնականաբար այստեղ բլոգերի կամ ինֆլուենսերի պատասխանատվությունը այդքան չի եւ իր վերահսկողության տակ չի, հա, ինչա գովազդում, որովհետեւ չգիտենք հետո ինչ կլինի, բայց ամեն դեպքում ոնց ես դուք ես ապահովագրում ինչ որ մի բան գովազդելիս, որ ամեն դեպքում քո անուն ազգանունը մնում է, քո ինֆլուենսինգը մնում է այդ կազմակերպության վրա, այսպես ասած։ Իրական բավականին կարևոր հարց եք բարձրաձայնում, շատ դժվար է, քանի որ այսօր հիմնականում գովազդը տեղափոխվել է ինֆլուենս մարքեթինգի դաշտ, շատ մեծ է պատասխանատվություն ինչ որ մի բան գովազդելիս, եւ դրա համար ես աշխատում ցանկացած ընկերություն գովազդելուց առաջ ծանոթանալ այդ ընկերությանը, այնքանով ինչքանով որ թույլ է տալիս։ Այսինքն չեմ կարող շատ ինֆորմացիա ունենալ, բնականաբար լիքը կոմերցիոն գաղտնիքներ կան, բայց այնքանով ինչքան որ կարողանում եմ այն ինֆորմացիան, որը որ հասանելի է, փորձում ձեռք բերել, նաև զրուցելով իրենց հետ, հասկանալով թե իրենց գործունեությունը ոնց է, իրենց բիզնես մեթոդներին եմ ծանոթանում, բիզնես մոդելներին եմ ծանոթանում։ Իհարկե չեմ կարող 100%-անոց երաշխիք տալ որևէ ընկերության համար, ինձ թվում է բացի սեփականատերերից ոչ մեկ չի կարող, նույնիսկ սեփականատերերը շատ հաճախ, բայց փորձում եմ մաքսիմալ արդար գտնվել իմ լսարանի առաջ եւ կան պրոդուկտներ, որոնք օրինակ ես ինքս երբեք չէի օգտագործի, հրաժարվում եմ նման գովազդից եւ դրա հաշվին ավելի համեմատաբար մի քիչ բարձր է իմ գովազդի գինը շուկայում, քանի որ ես ամեն ինչ չեմ գովազդում։ Իսկ ինչ որ միջակայք կարող ենք նշել, որքան է գովազդի գինը։ Այո, դա ֆիքսված է, երբեմն լինում է, որ փոխվում է, կախված նախ իմ եւ գովազդատուի ընդհանրենք երկարատև աշխատանքային հարաբերություններից կամ ինչ որ երկարաժամկետ համագործակցությունից, մեկ ռիլը ինձ մոտ 550,000 դրամ արժե եւ դրան գումարվում են հարկերը։ Բրենդային իրեր ունենալը կարևորում ես։ Նայած բրենդ, նայած ինչքան է ինձ դա դուր եկել, որպես էսին բրենդամոլ չես ոնց որ ես նկատել եմ։ Ընդհանրապես բրենդամոլ չեմ, ես ընդհանրապես ինձ համար ընդհանրապես բրենդը կարևոր չի։ Իհարկե լինում են գովազդային արշավներ, որոնք ինձ վրա շատ ուժեղացնում են։ Հիմնական դա կոսմետիկ միջոցներին է վերաբերում։ Ես շատ եմ սիրում կոսմետիկա եւ անպայման ուզում եմ ծանոթանալ ու եթե ինչ-որ մի բան տեսնում եմ, որ շատեր ունեն, ուզում եմ ես էլ ունենալ։ Բայց հագուստների մասով ընդհանրապես չեմ։ Ինչի է դա ասում, որովհետև այդ շատ նկատում եմ Get Ready With Me շարքեր, որը որ շատերը անում են ու այդտեղ հաճախ կարող է ցույց տալ ինչ-որ բրենդային ակնոց կամ պայուսակ, որը որ գնել ես կամ նվեր ես ստացել։ Ուզում եմ հասկանալ այդ համացանցի ազդեցությունն է, որը երբեմն դու ես ուզում, օրինակ Dyson unboxing անել։ Իրականում իմ ամուսինն է ինձ թանկարժեք տենց բաներ նվիրում, ես իմ գումարները ափսոսում եմ ծախսել տենց բաների վրա եւ եթե նվեր եմ ստանում հա, անկեղծ ես հագուստի վրա շատ կափսոսում, չգիտեմ, մեծ գումարներ ծախսել, քանի որ հիմա նորաձևություն շատ արագ է փոխվում ու կարող է քեզ մի բան դուր գալ, որը հաջորդ սեզոն ընդհանրապես քեզ դուր չի գա ու մեծ գումար ծախսել մի սեզոն հագնելու համար իմ կարծիքով մի քիչ ճիշտ չի։ Ինչ վերաբերում է Dyson-ի unboxing-ին, տեսեք, հենց Dyson-ը հագուստ չի, ինքը երկարաժամկետ օգտագործվող իր է եւ շատ ուրախացել էի, հա, որ գնել էի ու քանի որ օրինակ ինձ հետաքրքիր է, որ ես տեսնում եմ, չգիտեմ, ուրիշները օգտագործում են, հետաքրքիր է իրականում ինքը ինչպիսին է եւ այլն, ու ինձ թվում է, որ շատերին ովքեր նայում են, իրենց էլ է հետաքրքիր, դրա համար ինքը ինձ թվում է հետաքրքիր կոնտենտ է։
Գանք վերջապես մամայության թեմային, այս թեմայով հաճախ խոսել ես, որ միշտ չի, որ ամեն ինչ իդեալական է, սիրուն է, երբեմն որպես մայր դու ես հոգնում, դու էլ կարող այդ պահին չուզենաս երեխայի հետ խաղալ, բայց այս հարցում միշտ մեր ընդհանուր հանրության քննադատությունը շատ այսպես ու ընկալումները շատ սուր են։ Դու ո՞նց ես այս հարցին վերաբերվում ու ինչ քննադատական ալիք ես այս առումով ստացել։ Վայ շատ, ահավոր շատ։ Տեսեք, ես որ քննադատական ինչ-որ ալիք եմ զգում, ես իհարկե նեղվում եմ բնականաբար, բայց նաև հասկանում, որ ուրեմն ես ինչ-որ ճիշտ գծի վրա եմ։ Իմ կարծիքով մենք երկար տարիներ ունեցել ենք մի ամբողջ խումբ կանայք, ովքեր իրենց կյանքի միակ պարտականությունը, իրենց ռեալիզացված լինելու ամբողջ բեռը դրել են մամայության վրա։ Այսինքն, երբ որ դու որևէ ուրիշ զբաղմունք, իրավունք չունես ունենալու, չգիտեմ, քեզ քո ամուսինը չի թողնում, որ դու աշխատես։ Իսկ Հայաստանում շատ են եղել կանայք, ում ամուսինը չի թողել, որ աշխատեն, ու հիմա էլ կան իրականում։ Հատկապես մեծ քաղաքներից դուրս։ Եվ այդ կանայք ամեն դեպքում ունեն ռեալիզացված լինելու, պետք լինելու, կարևոր լինելու պահանջ։ Եվ միակ ոլորտը, որտեղ իրենք կարողացել են դա իրացնել, եղել է մայրությունը։ Ու դրա համար, երբ որ դու տեսնում ես, որ ինչ-որ ուրիշ կին իր մայրությունը ուրիշ ձևով անցկացնում, աշխատում է միաժամանակ, կամ ինչ-որ բաներից հոգնում է, դժվարանում է եւ այլն, քեզ մոտ մի տեսակ անարդարության զգացում է առաջանում։ Ես ես խոսում շատ ենթագիտակցական գործընթացների մասին ու ոչ բոլորի, էլի։ Իմ կարծիքով մեծամասնության մոտ գոնե աշխատում է այն ինչ որ ես հիմա ասում եմ։ Եվ այդ ջղայնությունը, որ ոնց հենց կարելի էր, մարդիկ թափում են այն մարդկանց վրա, ովքեր ուզում են ազատ եւ իրենց ընտրությամբ ապրել։ Այսինքն այդ հիմնականում գալիս է նրանից, որ իրենք այդ հնարավորությունը չեն ունեցել ու հիմա տեսնում են, որ կա նման հնարավորություն ու այսպես հոգեբանորեն հակազդելու ցանկություն առաջանում։ Ոնց որ դու սա կյանքդ ապրես ինչ որ X ձևով եւ մեկ է տեսես, որ ուրիշը ապրում է Y ձևով ու մտածես ոնց, այսինքն ես է կարող եմ սենց ապրել ու չեմ ապրել, այնքան դժվար է դա գիտակցել, որ դու ընտրում ես մերժել, որ կարելի է ուրիշ ձևով ապրել։ Հիմա ինչպիսին է այդ մամայության ոչ իդեալական կողմը քո համար։ Բնականաբար ոչինչ իդեալական չի լինում եւ մայրությունը շատ դրական էմոցիաներով լի երևույթ է, բայց շատ դժվար ու շատ պատասխանատու ու կախված նրանից թե դու ինչ առաջնահերթություններ ու հետաքրքրություններ ունես քո կյանքում, կարող է շատ քամող լինել։ Ես ինձ վերաբերեմ իմ օրինակ, որ ես իմ աղջկան երևի չգիտեմ, ոչ մի ծնող չի կարող փոխանցել, թե ինչքան շատ է սիրում իր երեխային։ Եվ ինձ համար իր գոյությունը մի հատ sense magic է, ոնց որ ասում են, հրաշք է եւ շատ դրական էներգիա է տալիս։ Եվ դրա հետ մեկտեղ նաեւ բավականին մեծ պատասխանատվության զգացողություն, այսինքն դու գիտակցում ես, որ ամեն օր քնելուց դու այդ օրը մենակ եթե օրինակ ինչ-որ սխալներ քո համար ես անում, չգիտեմ, վատ կերար, քիչ քնեցիր եւ այլն, դե դու քո հանդեպ այդքան մեղքի զգացում չես ունի, բայց եթե քո երեխայի հանդեպ ինչ-որ մի բան իդեալական չես արել, իսկ իդեալական անհնար է անել, էլի, շատ ավելի դժվար ես քնում այդ օրը, չգիտեմ, կամ եթե դու հիվանդ ես, այդքան ծանր չես տանի, իսկ եթե քո երեխան է հիվանդ, շատ ծանր ես տանում։ Բացի դրանից ես օրինակ ունեմ ռեալիզացված լինելու պահանջ։ Արուս, իսկ Հարութը որքանով է քեզ աջակցում երեխայի հետ կապված կենցաղային հարցերին։ Շատ, Հարութը իդեալական հայր է եւ ամուսին այդ առումով։ Եվ նա ոչ թե այն ժամանակ է դա անում, երբ որ ես հոգնած եմ, այլ անում է իր ոնց որ բնական կարիքից ելնելով, ինքն էլ շատ կարոտում է Արփին եւ իրանք իրար հետ բավականին լավ հարաբերություններ են ստեղծել, շատ ուժեղ կապ ունեն եւ ինձ էլ որպես մամա շատ աջակցող ու օգնող է եւ ավելի շատ ոչ թե աջակցում է այն համատեքստում, որ երեխայի հետ շփվում է ու ինձ լավություն անում, այլ երբ որ ես արդեն գերհոգնած վիճակում եմ, կազմակերպում եմ, որ հանգստանամ, չգիտեմ, ինչ որ այլընտրանքային ձևերով։ Իսկ Արփիի հետ իր անցկացրած ժամանակը ես կարծում եմ, որ պետքա բոլոր հայրիկների համար լինի նորմա,
որովհետև երեխան միայն մամայի կարիք չունի, նաև ունի պապայի կարիք, անկախ նրանից ինչքան լուրջ ձյաձ է, նա պետք է իր երեխայի հետ ժամանակ անցկացնի։ Մերսի Արուս, հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար։ Ձեզ էլ մերսի Աննա ջան։ Այսպիսին էր Արուս Տիգրանյանի կյանքի Breakpoint-ը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ ու սպասել մեզ հաջորդ շաբաթ։ Breakpoint Բեկումնային պատմություններ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր